Շարունակելով գեղեցիկ ավանդույթի վերածված նախաձեռնությունը, Հայաստանի ազգային պատկերասրահը այս տարի ևս Սուրբ Սարգսի տոնի առիթով հայ հինգ և միջնադարյան արվեստի սրահներում ներկայացնում է հայկական սրբանկարչության լավագույն գործերը։ Այս տարի պատկերասրահն ընդլայնել է 1 կտավի սահմանագիծը և այն վերածել սրբապատկերների կամերային ցուցադրության։ Անհայտ հայ նկարչի Սուրբ Սարգսի սրբապատկերը պատկերասրահ է բերվել աշտարակի 7-րդ դարի Կարմրավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց 1939-ին և առ այսօր պահվում է եկեղեցական գեղանկարչության, սրբանկարչության մշտական ցուցադրությունում։ Այս գործում առավելագույն չափով ընդգծվում են ուշ միջնադարի հայ հաստոցային սրբանկարչության գեղարվեստական առանձնահատկությունները։ Սուրբը ձևավոր է, բնականաբար անպայման այդպես պատկերագրական կանոնն է, սպիտակ ձիու գավակին նստած, զինվորականի հանդերձանքով, նաև սաղավարտով, ձիու գավակին թիկունքի կողմում մարտիրոս որդին է, որ այդպես սուրբ առաջին զինվորների քրիստոնեական հավատքի համար նահատակված զինվորներից մեկն է Սուրբ Սարգիսը և իր աչքի առաջ առաջինը իր որդուն են նահատակել։ Սուրբ Գևորգը, որ մեր պատկերագրության ավանդույթի համաձայն պատկերվում է որպես չարխապան և վիշապասպան կերպար, դարձյալ 19-րդ դարի առաջին կեսի անանուն հեղինակի սրբապատկերում պատկերված է հենց վիշապին կործանելու պահին։ Նրա նժույգի սմբակների տակ գալարված խոցված վիշապի պատկերն է, իսկ առանցքային կերպարի շուրջ կտավի եզրագծով մեկ փոքրիկ շրջանակների մեջ պատկերված են նրա վարքագրական շարքի փոքրիկ դրվագները, որոնք հղումներ են սրբի կյանքի կարևոր դրվագներին։ Անհայտ նկարիչը դիմել է նաև ազատ գունային լուծումների։ Ինչն է առանձնահատուկ, որ ավանդական պատկերագրական գունաշարը, որ 17-18-րդ դարում պահպանվում էր, այստեղ շատ ավելի ազատ մոտեցում է նկարիչը ցուցաբերել եւ այդպես մանուշակագույնների, նարնջագույն մայրամուտի ցոլքերով, նրա թիկնոցի փիրուզագույնը, երիտասարդի լուսավոր, որը նաեւ հավատքի լույսն է, լուսավոր երիտասարդի կերպարանքով է պատկերվում անպայման զենք ու զրահով եւ այն կարևոր պահը, որ այդպես չարն է կործանում եւ խափանում։ Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ կազմակերպված սրբանկարչության ժամանակավոր ցուցադրությունը կգործի ևս 1 ամիս, մինչև մարտի կեսը։ Նոնե Ալեքսանյան, Էդգար Դավթյան, լուրեր։